Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր խոսելու եմ շատ կարևոր վիտամինի մասին, վիտամին D, մշտական հոգնածություն, ոսկորների և մեջքի ցավ, մկանների թուլություն, վատ տրամադրություն, հաճախակի մրսել, մազաթափություն, քնի խնդիրներ։ Եթե այս նշանները կան ձեզ մոտ, ունեք վիտամին D-ի պակաս։ Հատկապես վիտամին D-ի պակաս լինում է կանանց մոտ 40+ տարիքում, արև քիչ տեսնող մարդկանց մոտ, փակ տարածքում աշխատողների մոտ։ Վիտամին D-ն շատ կարևոր է իմունիտետի համար, ոսկորների համար, հորմոնների հավասարակշռության և նյարդային համակարգի համար։ Շատերն են ինքնուրույն խմում վիտամին D, բայց օրինակ, եթե օրգանիզմում մագնեզիումի պակաս լինի, վիտամին D-ն կարող է ճիշտ չաշխատել։ Նման դեպքում ճիշտ է վիտամին D-ն համադրել մագնեզիումի հետ։ Մագնեզիումն օգնում է, որ վիտամին D-ն ակտիվանա օրգանիզմում։ Մեկ այլ տարբերակ։ Կանանց մենոպաուզայի ժամանակ կարևոր է վիտամին D-ն կալցիումի հետ համատեղել։ Շատ կարևոր համադրություն է վիտամին D-ն K2-ի հետ։ K2-ն օգնում է, որ կալցիումը գնա ոսկորների մեջ, ոչ թե նստի անոթների մեջ։ Վիտամին D-ն բարձր դոզայով չի կարելի խմել առանց բժշկի նշանակման։ Եվ ևս մեկ զգուշացում, որ առանց մասնագետի թույլտվության երիկամային քար և վահանաձև գեղձի խնդիր ունեցողներին չի կարելի վիտամին D խմել։ Ավելին իմանալու համար բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին և եղեք տեղեկացված։